Թող փառավորվի Հիսուսի անունը այս օրվա համար, այս մեծ հնարավորության համար, բարեկամներ, մենք պատահական այսօր մարդիկ չենք այստեղ հավաքված, կա մեկը, որ մեր սրտի մեջ դրել է, կա մեկը, որ քո սրտի մեջ դրել է, որ գնա այդ ժողովին, գնա այդ պաշտամունքին, կա մեկը, որ այսօր քո սրտին կարևոր բաներ ունի ասելու, փառք նրան հավիտյան։ Նա տերն է տերած և թագավորը թագավորած, փառք Հիսուսին։ Հիսուսը այսօր ուզում է այս առավոտ մեր սրտերի հետ բաներ խոսա։ Հիսուսը ուզում է ինչ-որ բաներ անի մեր սրտերի հետ, որտեղ մենք աշխարհում ենք ապրում, հարձակումների մեջ, դժվարությունների մեջ, նեղությունների մեջ, խավար ուժերի մեջ, ինչպես ասում է, որ իմ զավակս չէ Շուշանի պես է փշերի մեջ և Աստված դա գիտի բարեկամներ, համար ժամանակ առ ժամանակ մեզ անհրաժեշտ է, որպեսզի հավաքվենք միտեղ, մեկտեղ ժողվենք, ինչպես գրված է, մեկ թողնի մեկտեղ ժողվելը, և շատ անգամներ մենք գալիս ենք այստեղ մխիթարվում ենք, և եղբայրներ սրտեմ ինչ-որ բաները դնեմ Աստված և այդ խոսքերը, երբ որ կապչում է մեր սրտին, մենք լցվում ենք Սուրբ Հոգով, փառք Հիսուսին։ Երբ որ Տերը փորձում է խոսա, որտեղ նա գիտի մեր սրտի այդ մութ անկյունները ինչ կա թաքնված և ինքը նա տեսպես լույս է վառում, փառք իրան հավիտյան։ Տխուր գալիս ենք ուրախ գնում ենք, փառք Հիսուսի։ Անհույս գալիս ենք հույսով գնում ենք, փառք Հիսուսին։ Տկար գալիս ենք զորավոր գնում ենք, փառք Հիսուսին։ Որովհետև Հիսուսը այստեղ է, փառք Տիրոջը։ Նա մեր մեջ է և պահեր կա թվում է, որ ինքը մեզ թողել է։ Պահեր կա, որ ինչ-որ սխալներ ենք անեմ, ասում ենք վերջ, Աստված մեզ հետ չէ, բայց Սուրբ գրքում թեզ բան չի գրված։ Թե ասում է, որ կունենաք այդ նեղությունները, դժվարությունները, ամեն ինչ կնի, բայց ասում է մի վախենաք, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, փառք Հիսուսին։ Այդ սատանան է ասում, որ քեզ թողել է։ Այդ սատանան է ասում, դու էլ ինչ հոգևոր ես։ Սատանան է ասում, որ ես քանի տարի այսպես բաները պահեցիր, իսկ հիմա տեսար ինչ արեցիր։ Այո, Հիսուս ունենք, փառք Տիրոջը, Քրիստոս ունենք, փառք Տիրոջը։ Ուզում եմ կարդալ մեկ համար Հովհաննես ավետարան, շատ ծանոթ համար, 15-րդ գլուխ, ուրեմն 16 համարից, 15-16 Հովհաննես։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ։ Եվ ես դրի ձեզ, որ դուք գնաք և պտուղ բերեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորիցը խնդրեք իմ անունովը տա ձեզ։ Եվ շատ անգամներ, բարեկամներ, մենք պետք է ճիշտ հասկանանք, որ եղբայրները շատ անգամ քարոզում են, որ ընտրության հարց է, որ դու պիտի ընտրես, թե որ ճանապարհն ես ուզում, այո ասես Հիսուսին, թե ոչ ասես, բայց մի ավելի կարևոր կամ, մինչև մեր ընտրությունը բարեկամներ, Հիսուսն է մեզ ընտրել, փառք իրան հավիտյան։ Եթե Հիսուսը այդ ցեխի մեջից մեզ չընտրեր, մեր այո կամ ոչ ասելը իզուր էր, անհնար էր փրկությունը բարեկամներ։ Եվ այսօր որքան ասում փառք տալու բաներ ունենք մենք, որ ոչ թե դուք, այլ ես ձեզ ընտրեցի, փառք Հիսուսին, և նա ընտրությունը կատարյալ է, նա ընտրեց մեզ և այնպիսի բաներ արեց, որ մենք այո ասենք նրան և փրկություն ունենանք, ով էինք մենք, լադեր չծնված բարեկամներ, ինքը հասկացրեց աշխարհին, որ գալու եմ շուտով, գալու եմ և գալու եմ շատ զորավոր ձևով, գալու եմ փրկության համար, ոչ թե ես ընտրեցի ձեզ, ոչ թե դուք ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Այսօր մենք ընտրված մարդիկ ենք, փառք Աստծու, եւ ասում են, որ դուք գնաք ու պտուղ բերեք անպայման, եւ այսօր կարևոր է այդ պտուղը, որպեսզի մենք ես ու դու բերենք։ Եվ շատ պատմություններ կա Աստվածաշնչի մեջ, երբ որ Տերը մարդկանց ընտրում է, ինչպիսի արձագանք է լինում։ Ինչպիսի ընտրություն ունեցավ Դավիթը, ինչպիսի ընտրություն ունեցավ Սավուղը, քույրեր եղբայրներ, չգիտեմ մենք մտածել ենք արդյոք, որ Դավիթը չգիտեր ինքը ով է,
Սավուղը չգիտեր, թե ինքը ով է, Օվսեն չգիտեր ինքը ով է, Եսայան չգիտեր, Երեմիան չգիտեր։ Նրանք մարդիկ էին։ Աստծուն սիրող, բայց չգիտեին ինչ հարց կարող է նրանց դեմը դրվի։ Մովսեսը չգիտեր, թե ինքը ով է, բայց ինքը գանձ էր։ Երբ որ Աստված նրան ընտրեց, ինքը այդ բանին չուզեցավ արձագանքի։ Եվ այդ պատասխանությունը այնքան մեծ էր, որ ինքը դժվարացավ այո ասի ասուն, եւ մի քանի պատճառներ բռնեց այդ ընտրության պահով։ Եվ բերեք վերադառնանք իրապես Սավուղի կյանքը։ Էշերը կորել էր Սավուղի ընտանիքի։ Գիտենք այդ պատմությունը։ Իսրայելը թագավոր չուներ, եւ անընդհատ այսպես տրտնջում էր, որ մենք էլ ենք թագավոր ուզեմ, ինչպես փղշտացիները, ինչպես ամաղակացիները, չունեին թագավոր չունեին, այսպես դատավորներով, մարգարեներով, եւ ճիշտ Աստծուն դա մի քիչ նեղություն պատճառեց, որ Աստծուն թողած թագավոր էին ուզեմ։ Եվ վերջապես այս Սավուղը գնաց իր հայրը ուղարկեց, ասավ էշերը կորել են, պիտի գնաս ու փնտրես։ Սավուղը այսպես հնազանդ գնալու էր, որ էշեր որոնի։ Դե որտեղ որոնի էշեր։ Այս գյուղից այն գյուղ էր գնեմ, այս քաղաքից այն քաղաք էր գնեմ։ Եվ էշերը չկան ու չկան, եւ մի օր, երկու օր, երեք օր, 4 օր, որ հայրը ասма անհանգստացավ Սավուղի վրա։ Էշերի հոգսերը թողած, հիմա մտածում է Սավուղի մասին։ Էս ինչ եղավ, դե հեռախոս չկար, որ զանգես, որտեղ ես, էս ինչ ես, անհասանելի ես։ Որտես ինչ եղավ այ մարդը, էշա էլի, հիմա ասում է այդ էշերը հեչ։ Հիմա դարդան եմ, այդ էշերը հետ չգիտեմ քանի ավանակ էր էշեր։ Սավուղը ինչ է լավ, իմ տղան չկա, այ մարդ էս գործի եմ դրել, չկա ոչ լուր ունեմ, ոչ բան եմ, էս ինչ ա կատարված։ Էշեր էր որոնում։ Բայց բարեկամներ, այդ որոնելուց ինքը չհոգնեց, էշեր որոնելու փոխարեն թագավորություն գտավ։ Սամուելն ասավ, արի ճիշտ ես եկե։ Արի ես քեզ թագավոր եմ, այս աղոծեմ այստեղ։ Մենք խոսում ենք ընտրության հարցը։ Ինչ թագավոր իմաստախոսք, ես իմ հորս էշերն եմ փնտրել, իմ հայրս անհանգստացել է։ Սամուելն ասավ, էշերը գտնվել են, էշերը մարել հոգ մի անի։ Արի, ես քեզ թագավոր եմ ոցեմ, ինչ թագավոր։ Էշերի փոխայշերին չգտավ, բայց թագավորությունը գտավ Փառք Հիսուս Քրիստոսին։ Երբ որ Աստված է ընտրում մարդուն, բարեկամներ, մարդը չի կարողանամ այդտեղ որևէ միջամտություն անի, եւ շատ պահերը մենք մեզ լավ ենք զգում, ինչու է այսպես, քույրեր, եղբայրներ, սա Աստծո ընտրությունն է, Փառք Հիսուսին, ցանկացած հաջողություն, դա Տիրոջից է։ Մի ասի, ես ինչ լավ էր, ես գործ ես ձեռնարկեցի եւ ես հաջողության հասա։ Եթե Տերը չուզենար, այդ հաջողությունը չէր լինի, բարեկամներ։ Դավիթը իր համար հոտեր էր արածացնեմ։ Սավուղը արդեն մեղանչել էր, Աստծո փառքից ընտրել էր, երկրորդ թագավոր էր անհրաժեշտ։ Բոլոր իրանց մատները կրծերը որդուն էին ուղարկել, Դավիթին դի ամենափոքրն է, գառնարած էր, չոբան էր։ Այսպես իր համար եւ նորից Դավիթին կանչեց. Դավիթ, արի ես քեզ տանում եմ այսինչ վայր, այսինչ սարվա քեզ թագավոր դնեմ։ Ինչ թագավոր, ես գառնարած եմ։ Այո, դու թագավոր ես։ Եվ Դավիթին թագավորոց։ Սա ընտրության հարց է, Փառք Հիսուսին։ Եթե Տերը ուզում է մարդուն ինչ-որ մի բան անի, նա անպայման պիտի անի, փառավորվի Հիսուսը։ Դու ինչ ես փնտրում, կարա դա չլինի։ Աստված ավելի աղեկ բան է պատրաստել մեզ համար։ Փառք Հիսուսին։ Էշերի փոխարեն թագավորություն, գառների փոխարեն թագավորություն, մենք թագավորության որդիներ ենք, Փառք Տիրոջը։ Մեկը մեր մասին գրված է, որ դուք թագավորական սերունդ եք։ Հիմա կասես, բա ուր է մեր թագավորությունը։ Դավիթը ընտրվեց եւ շատ տարիներ երկար ինքը թագավոր չէր։ Ինքը թագավոր էր օծվել, բայց թագավոր չէր, թափառական կյանք էր վայելում։ Միգուցե իրանել էր մտքեր գալ, ես ինչ օծություն էր, Սամուելը ինչպես ինչ կրակակցեց, բա ուր իմ թագավորությունը փախած էսպես, բայց ես չգիտեմ այդ տարի, բայց շատ երկար տարիներ նոր ինքը այդ գահին նստեց։ Քույրեր, եղբայրներ, մենք թագավորներ ու քահանաներ ենք։ Տանջվում ենք մեզանից ինչ թագավոր, բայց արդեն դա որոշված է, Փառք Հիսուսին։ Մենք պետք է դիմակայենք այս ամենին, փառավորվի Հիսուսի անունը։
Քիչ է մնացել, մեկա քիչ է մնացել։ Այո, մենք պիտի ասենք, մենք թագավորական սերունդ ենք։ Մեր տեղը որոշված է Փառք Հիսուսին։ Փրկության հարցը լուծվել է։ Արդյոք մենք հավատարիմ կմնանք Դավիթի պես, թե Սավուղի պես կմերժենք այդ օծությունը։ Աստված չանի։ Հուդան էր ընտրված։ Բերեք չասենք, որ պարտադիր Հուդան պիտի մատներ, ոչ։ Բերեք չասենք, որ պարտադիր Մարիամից պետք է Հիսուսը ծնվեր, ինչու եմ սա ասում։ Եթե այդ Մարիամը չհամաձայնվեր, մի ուրիշ Մարիամի մոտ պետք է գնար հրեշտակը։ Մեկ կարծիլ դա այդքան թեթև է կամ բան, որովհետև հրեշտակը սպասեց, Մարիամը ասեց այդ ոնց կլինի, ինչ կլինի։ Հրեշտակը ասма սպասեց։ Եվ Մարիամը վերջապես ասավ, դե որ թենց է, այդպես է, թող Տիրոջ կամքը լինի։ Փառք Հիսուսին, ընտրությունը կար, Մարիամը հասկացավ, որ իր միջոցով պիտի լինի այդ փաստը։ Եվ հրեշտակը գնաց Տիրոջ մոտ։ Եվ մենք տեսանք, որ Մարիամից ծնվեց Հիսուսը, փառավորվի Հիսուսը։ Սա ընտրության հարց է, ոչ թե դուք ալ ես ընտրեցի, բարեկամներ, ընտրությունը կատարված է, հավատարիմ մնանք բերեք։ Եթե նեղություն ու դժվարությունը չի նշանակում դու ասունը չես կամ թագավոր չես կամ հավատացյալ չես կամ հոգևոր չես, որքան մենք ասուն մոտենում ենք, դժվարությունները ավելի է եռում։ Որքան արթնություն լինի այնտեղ հալածանքն է շատանում բարեկամներ, դա այդպես է, տենց է գրված, բայց Փառք Քրիստոսին։ Ես հաղթել եմ աշխարհին, Տեր ասաց, մի վախեցեք, այդ ամենը կլինի, ես ձեզ նախորոք ասում եմ, որ լինի, դուք չգայթակղվեք։ Այդ ամենը պիտի լինի, թող փառավորվի Հիսուս։ Այսինքն, այսօր մենք ասում փարտալու շատ բաներ ունենք։ Բերեք ոտքի կայնենք։ Այսօր մենք ընտրված ժողովուրդ ենք, սեփական ժողովուրդ ենք, սուրբ ժողովուրդ ենք։ Չնայած մեր թագը լադեր չի երևում, մեր գավազանը դերևս չի երևում, մեր աթոռը չկա, որտեղ պիտի նստենք, բայց հիշիր, մի օր կնստես ինչպես Դավիթը նստեց, Փառք Տիրոջը, հեռու չեն այդ օրերը, բարեկամներ։ Աշխարհին նայելով մենք հասկանում ենք, որ ամեն բան հասունացել է արդեն, շատ քիչ է մնացել, հասունացել է եւ հասունանում է, փառավորվի Հիսուսի անունը։ Թող փառավորվի Տերը, մենք պետք է հայր մեր աղոթքով սկսենք, փառտանք Տիրոջ այս ընտրության համար, թող փառավորվի նրա անունը Հավիտյանս Հավիտենից, ամեն, ալելույա Տիրոջը։ Տուղ բերելու, բայց այստեղ շատ կարևոր բան կա, որ պետք է մենք զարթուն լինենք։ Ոչ մեկին թույլ մի տա Աստծուց բացի խառնվի քո կյանքում կամ քո ընտանիքում։ Դա միայն Աստծուն պետք է մենք վստահենք։ Ինչու, որ այս օրերի մեջ ինչ որ բաներ տեղի ունեցավ մեր հետ, ես ուզում եմ անպայման վկայություն տամ սա։ Զգույշ մնացեք։ Ամենածայրահեղ պահերի մեջ ինչ որ մեկը փորձում է քեզ մոտենա, բայց լավ հիշի ով է դա մոտեցողը։ Լավ հիշի։ Եվ դու մի կարծի, եթե քեզ մոտենա ինչ որ մեկը բացի Աստծուց, ուրեմն դու Աստծունը չես։ Ամենակարող Աստծո որդու Հիսուս Քրիստոսին մոտենում էր հաճախակի ով։ Սատանան։ Սատանան նրան տարավ այստեղ, այնտեղ շատ հետաքրքիր այդ ոնց տարավ որ։ Եվ եթե Հիսուսին փորձում էր, ինձ ու քեզ է կարա փորձի։ Մի լուրջ վկայություն եմ ուզում տամ։ Եղբայրները տեղյակ են։ Դուք շատ եք չեք հասկանա ու չգիտեք թե 1 տարի ու կես ինչ էր կատարվում մեզ հետ ու իմ ընտանիքի հետ, շատ դժվար, ասենք, փորձություններ էր կարելի ասել։ Եվ այս ամենավերջի պահերի մեջ, երբ որ արդեն պահը շատ կրիտիկական էր եւ ես հասկացա, որ այն, որ մենք ուզում ենք, դա չի լինելու եւ շատ ցավոտ կարա վերջանա, մոտեցավ ինչ որ մեկը, մեր այգում էի մենակ էսպես աղոթում էի, ասավ այդ գործը ուզում ես ես անեմ եւ ես կանեմ։ Ես հասկացա նա ով էր։ Նա սատանան էր, ասի ետից գնա սատանա, դու ով ես որ իմ գործը անես։ Ես Հիսուս ունեմ, Փառք Հիսուսին։ Եվ կարող էր անել բարեկամներ։ Բայց վերջը ավելի ցավոտ կլիներ, քան ես էի պատկերացնում։ Զգույշ մնացեք։ Հիսուսն է մեր գործեր անողը, Փառք Տիրոջը։ Ինչ էր որ լինի։ Հիսուսն է մեր Տերը, Փառք Տիրոջը։ Մեր վաճիկ աղբերը երազ էր տեհե, պատմեց այս երկու օրը հավաքույթին։ Երազի մեջ տեսել էր սատանան մարդու կերպարանքով, թվում է թեզ մեկ էլ Մարտին Լյութերն է տեսել։ Մի հատ A4 ֆորմատով ինչ որ մի բան է բերեմ վաճիկի մոտ, ասում է, «Էս դու չես ասում, la carta, 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 la
Մեկ է վաչի կախպե արթունալու։ Ասմա, բայ թղթի վրա այդ խաչը չես տենեմ, որ նկարածա։ Ասմա այդ հեչ, ասմա ոչ էց, ասմա ետիս գնա այդ խաչնա հենց ինչ անեմա, դա պեչատնա, պարտիրոջը։ Նա կարող է մոտենա բարեկամներ, բայց Հիսուս ունենք։ Մեղքեր ունենք, բայց խաչը հաղթել է Հիսուսի։ Արյունը հաղթել է բարեկամներ, մի պարտվիր, անգամ քո շահի համար, մի թող խառնվեն քո ընտանիքի օջախը, եթե անգամ վերջը ցավոտ ալինելու։ Թող Տերը անի, թող Տերը փառավորվի հավիտյան։ Վերեք աղոթենք, թող եղբայրների համար այս դուռը բացվի, այս օրնյալ դուռը բացվի բարեկամներ, խոսքի դուռը բացվի։ Մենք Հիսուս ունենք, մենք Տեր ունենք, ալելույա նրան։